Խորհրդարանում շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, Փաշինյանը կրկին ԱԺ-ում է։ Ամբիոնի մոտ է ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ըստ պատգամավորի, իշխանությունները չեն կատարել ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական հարցերին վերաբերող խոստումները։ Հիշեցնեմ, որ կառավարությունը խոստացել էր գիտելիքահենք եւ նորարարական տնտեսություն։ Կառավարության ծրագիր H22։ Հիշեցնեմ, որ 22-23-24 թվականներին մեր տնտեսության առաջատար եւ ամենաարագ աճող ճյուղը մեծածախ եւ մանրածախ առևտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների նորոգումն էր։ Համապատասխանաբար հնա 11, 12, 13.6%։ Հիրավի գիտելիքահենք ճյուղ առնել ծախել կամ դզել փչել։ Մոգական է։ Իդեպ 25 թվականի առաջին կիսամյակում այս նորարար եւ գիտելիքահենք ճյուղը կազմում էր մեր հնա 14.4%-ը։ 23 թվականին Հայաստանը շախ եւ մատ հայտարարեց ամբողջ աշխարհին, մեկ տարվա ընթացքում 23.6 անգամ մեծացնելով ոսկերչական արտադրությունը։ Պատգամավորն այլ խոստումներ է մեջբերում։ Կառավարությունը խոստանում էր տարեկան միջին աճի նվազագույն մակարդակ 7%, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում 9%, կառավարության ծրագիրը նույնն է։ Մենք 2 տարի 9 ամիս ունեցել ենք բարենպաստ արտաքին պայմաններ։ Դա վերացավ 5.2-5.4։ Բայց ախր նորմալ պայմաններն էլ նորմալ պայմաններ չեն։ Տնտեսական աճն ապահովել է խիստ բարձր արտաքին պարտքային բեռի պայմաններում։ Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ։ Այսօրվա դոլարի կուրսով 15 միլիարդ 232 միլիոն դրամ։ Պարտքն հարաբերությունը 52.9, 26 թվականին 569 միլիարդ։ Ընդդիմադիր պատգամավորը նշում է կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը քաղաքացիներին համոզում են, որ պետական պարտքի մեջ վատ բան չկա։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն գալիք տարվա ընթացքում ֆինանսական կառավարությունը պարտքի մարման եւ սպասարկման վրա վճարելու է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ։ Այդքան գնալու է ընտանեկան բյուջեից։ 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ։ Շատ է, քիչ է։ Մենակ պարտքը 432 միլիարդ է, ներողություն, տոկոսը։ Այսինքն 629.8 մայր գումարի վրա 432 միլիարդ տոկոս։ Պաշտպանության ոլորտի ծախսերը ներկայացնում է նախարար Սուրեն Պապիկյանը։ 2026 թվականին նախարարության համար նախատեսված 563.1 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներից ընթացիկ ծախսերը կազմում են 259.4 միլիարդ դրամ, այն է 46.1%, իսկ կապիտալ ծախսերը 303.7 միլիարդ դրամ, 53.9%։ Հայաստանի բանակն օգտագործվելու է տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ասաց պաշտպանության նախարարը։ Բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է։ Գործող բազմաթիվ այլ ծրագրերի ու միջոցառումներին մենք հավելել ենք նյութական խթանների ներդրումը, պատվովճարների եւ առանձնաշնորհումների տեսքով։ Ռազմական բուհերի շրջանավարտներին բնականon հատկացնելու որոշումը, ատեստավորման գործընթացի ներդրումը, պաշտպան հայրենիաթ ծրագիրը, կանանց 6-ամսյա կամավոր ժամկետային ծառայության համակարգը, օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի պահեստազորում հաշվառված սպաները կարող են վերադառնալ բանակ, շարունակել ծառայությունը սահմանված զորամասերում, միևնույն ժամանակ պահպանելով զինվորական թոշակը, այս ամենը հայրենիքի պաշտպանության, գաղափարի ամրապնդման եւ զինծառայողի աշխատանքը կարևորելու նոր ձևաչափեր են։ Պապիկյանի խոսքով անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան։ Պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնում է ընդդիմադիր գործընկերների հայտարարություններին։ Պետական պարտքից մեռանք այդ մասին խոսելով, բացատրելով, ներկայացնելով, իմ կարծիքով բացատրելու կարիք էլ չկա, շատ լավ գիտեք այդ ամեն ինչը, բայց շարունակում եք այդ թեման շահարկել։ Օրինակ երեք պարոն Ավետիսյանը ֆինանսների նախարարին հարցնում ասում է, պետական պարտքը կրկնապատկել եք, թոշակները այդ ընթացքով քանի անգամ եք ավելացրել։ Այս հարցը ինքնին աբսուրդ է,
որովհետև պարտքը կարա ավելացվի ենթակառուցվածքային ծրագրերի վրա ծախսվելով, ու այդ ընթացքում թոշակների աճ տեղի չունենա։ Թոշակների աճը կարա տեղի ունենա, երբ որ այդ պարտքի արդյունքում տնտեսական ակտիվություն գեներացվի ու մեր տնտեսությունը ունակ լինի դա անել։ Այսինքն ինչ դուք խորհուրդ եք տալիս մենք պարտքով թոշակ ավելացնենք, որ տենց բան անենք, հիմա էլ հաջորդ քննադատությունը կհնչի։ Ճիշտ է, Բաբկեն-Թունյանն արդեն նիստերի դահլիճում չէ, բայց Գեղամ Մանուկյանը նրան խոսք ունի ասելու։ Մեր քիչ խոսացածը փորձում են մեր դեմ որպես քարոզչական զենք օգտագործել, ատամները կրճտացնում ես, բայց էլի ասում ես, որ վնաս չտաս մեր երկրի անվտանգությանը, մեր երկրի զինված ուժերին։ Լավ է, որ Բաբկեն-Թունյանը իմ Facebook-յան էջին հետևում է, հա, հանդիպել եմ, կարճ ժամանակ առաջ զորացրված երիտասարդներ են, որոնք միություն են սարքել, որոնք առողջապահության ոլորտի դերուսանող են, որոնք ֆելչեր են եղել զինված ուժերում, որոնք հենց գետնի վրա են շփվել, տեսել մի ամիս մնացած ժամկետանց դեղերը, տեսել չաշխատող շտաբօգնության են բուխանկեքը, որով զինվորին պետք է օրինակ հոսպիտալ տեղափոխել։ Չեմ ասել, չէ, Բաբկեն-Թունյան, որ մի շաբաթ 10 օր առաջ օրինակ վթար էր եղել Մեղրիում։ Այդ նույն շտաբօգնության մեքենաներից մեկի մեքենայել չէր մնում։ Չենք ասել։ Եվ ոչ թե այդ տղեկի հետ հանդիպել ենք ուղղակի դրոշ դարձնելու, այլ պայմանավորվել ենք, արդեն այսօր արդեն նամակն է գնացել է Պաշտպանության նախարարություն, որ գործնական քննարկում արվի, որովհետև այդ ամբողջ գեղեցիկ փաթեթավորման տակ գետնի վրա առողջապահություն լինի, հանդերձանք լինի, 1000 ու մի տեսակ բան։ Գեղամ Մանուկյանը նշում է, որ բյուջեի տարբեր կրճատումների մասին հարցեր են ուղղվել նաև մյուս ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Մինչդեռ իշխանական կողմը միայն ՊՆ-ի բյուջեի կրճատումների մասին է բարձրաձայնում։ Եզրափակիչ ելույթով ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդադ խոսում է կառավարությունը ծրագրի այս կետը, այն կետը, ես ասել եմ, բայց էլի ուզում եմ ընդգծեմ, աշխարհում ուրեմն չի եղել, չկա եւ չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100%-ը իրականացրած լինի, տենց բան պարզապես գոյություն չունի։ Դա նոնսենս է։ Հետևաբար հարց է, բայց ծրագիրը ինչի է կազմում։ Ծրագրում արձանագրվում է այն խնդիրները, խնդիրների այն շրջանակը, որը պետք է կառավարությունը լուծի։ Հիմա մենք ինչ կարող ենք ասել մեր ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին ազգային ժողովում 70 կողմ ձայնով։ Եվ կառավարության ծրագրի այդ ընդունված 5-րդ կետում գրած է. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Այս խորհրդանում ընդունված ծրագիրն է։ Ես այսօր բացեցի նայեմ, մեծագույն ինչ է նշանակում, մեծագույն, հա, բառարանով նայեմ, էլի, որ չստացվի, որ մեծի գերադրական աստիճան, այսինքն ամենամեծը, ուրիշ բացատրություններ էլ կան, բարձրագույն, գերագույն, վեհագույն, վսեմագույն։ Այսինքն կառավարության ծրագրում կա մի բարձրագույն, վսեմագույն առաքելություն, եւ դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն մենք մեր մեծագույն առաքելություն իրականացրել ենք։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։